Մեր պատգամը այսօր կոչվում է վերադարձրեք թագավորին։ Կարող ենք միասին ասել վերադարձրեք թագավորին։ Իհարկե, եթե ր տառը մենք հեռացնենք, կլինի վերադարձեք թագավորին։ Երկուսն էլ ճիշտ է։ Եվ պետք է վերադարձնենք թագավորին, եւ պետք է վերադառնանք դեպի թագավորը։ Եվ մի պատմություն նայենք Ղուկաս ավետարան 19-րդ գլխից, ահա այդ օրը Երուսաղեմում ինչ կատարվեց։ Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ հետևյալն է ասում. եւ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան Զարիվայրին մոտեցավ, մենք եղել ենք այնտեղ բազմիցս անգամներ եւ նաեւ ընտանիքով էլ, եւ իսկապես զառիթափ է այդ լեռից իջնում են Երուսաղեմ քաղաք, երբ որ նա մոտեցավ Զարիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ սկսեց բարձր ձայնով, լավ է չէ բարձր ձայնով Տիրոջը օրհնել։ Չէ կրոնը միշտ ասում է սուս մնացեք, լուռ աղոթեք, ձայնը դուրս չգա, բայց կարող ենք բարձր ձայնով Աստծուն օրհնել։ Կարող ենք թե չենք կարող։ Կարող ենք հիմա օրհնել բարձր ձայնով Աստծուն։ Օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին, կարող ենք միասին հիմա ասել ինչ էին ասում, օրհնյալ է Տիրոջ անունով եկող թագավորը։ Հիմա կարող ենք մենք էլ աշակերտներին միանալ ճյուղերը վերցնել, նորից անել այդ գործը եւ միասին ասել օրհնյալ է Տիրոջ անունով եկող ամեն, ամեն։ Ուրեմն օրհնյալ է Տիրոջ անունով եկողով թագավորը։ Նա Երուսաղեմ մտավ որպես թագավոր։ Հիմա եկեք տեղափոխվենք 5 կտակարան Դավիթ թագավորի ժամանակ, համբերությամբ կարդանք այս խոսքերը։ Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր եւ ասում էին. Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։ Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք, ովքեր օծեցին, մենք, ժողովուրդը, մեռավ պատերազմում եւ հիմա ինչու եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար։ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մոտ եւ ասաց. խոսեք Հուդայի ծերերի հետ եւ ասացեք, ինչու դուք վերջինը լինեք թագավորին իր տուն յետ բերելու մեջ, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև տունը։ Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք, եւ ինչու դուք վերջինը լինեք թագավորին յետ բերելու մեջ։ Ամեսային ասացեք, միթե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես եւ ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն։ Ամբողջ Հուդայի մարկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, եւ նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե վերադարձիր եւ դու եւ քո բոլոր ծառաները։ Թագավորը վերադարձավ եւ եկավ մինչև Հորդանան եւ Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա թագավորին դիմավորելու եւ Հորդանանով թագավորին անցկացնելու։ Այս պատմությունը շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Հիշում ենք, որ հրեաները Դավիթին ընդունել էին որպես թագավոր, նա եկավ եւ նրանց փրկեց։ Հիշում եք ում ձեռքից փրկեց, Գողիաթի ձեռքից, փղշտացների ձեռքից փրկեց, հետո եկավ նրա որդին, որը շատ ամբիցիոզ անձնավորություն էր, Աբիսողոմը նստեց դռների մոտ, մարկանց սիրտը գողացավ։ Ասաց թագավորը արդար դատ չի տեսնում, եթե ես լինեի ձեր թագավորը, ես ձեր դատը արդար կդատեի, մարկանց ականջ շոյող բաներ ասաց, ժողովուրդը ապստամբեց Դավիթի դեմ, Դավիթը արտաքսվեց, աքսորվեց, փախավ, Աբիսողոմը դարձավ թագավոր եւ թագավորությունը կործանման հասցրեց։ Պատերազմում սպանվեց, հիշում եք ինչպես սպանվեց, նա երկար մազեր ուներ եւ փախչելիս նրա մազերը կախվեցին ծառից, խճճվեցին եւ մի զինվոր, կարծեմ չէ, նրան սպանեց, նրան խոցեց։ Եվ հիմա Իսրայելը մնաց առանց թագավոր։ Երբ որ մնացին առանց թագավոր, որոշեցին Դավիթին վերադարձնեն, հիշեցին իրենց իսկական թագավորին։
77-8 թվականին, 70-ականների վերջում, Իրանում, մեր հարևան Իրանում հեղափոխություն եղավ։ Մինչև այդ Իրանը թագավորություն էր և ուներ թագավոր, որին ասում են շահ, Ռեզա շահ, Իրանունը Ռեզա էր, շահն էր Իրանի և ժողովուրդը ըմբոստացավ թագավորի դեմ, գահանքեց արեց թագավորին և իսլամական ռեժիմ բերեց Իրանում, մեր հարևան երկրում։ Անցան տարիներ, այդ դեպքից հետո ես ինչքան որ պարսիկ եմ տեսել, որտեղ էլ որ տեսնեմ, թե Հայաստանում, թե Իրանում, թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, բոլոր պարսիկները ինձ մի բան էին ասում. թագավորի ժամանակ ինչքան լավ էր։ Երանի թագավորը հետ գա։ Իրանք էին գահանքեց արել թագավորին։ Իրանք էին թագավորին աքսորել Իրանից, փախել էր, Պարսկաստանից փախել էր։ Եվ հիմա այդ նույն հեղափոխականներն ասում են Երանի հետ գա թագավորը։ Ռեզա թագավորը տապալվեց եւ Իրանում մեկ այլ ռեժիմ եկավ, իսլամական ռեժիմ։ Թագավորը հեռացավ։ Գիտեք, հնում, երբ որ թագավորը մահանում էր, մունետիկները ամբողջ երկրով մեկ տարածում էին այդ լուրը, բայց այդ լուրը միաժամանակ թե գույժ էր եւ թե ավետում էր։ Նույն լուրը։ Գիտեք ինչպես էր հնչում. թագավորը մեռավ, կեցե թագավորը։ Հետարքիր հակասություն կա այս մտքի մեջ։ Եթե թագավորը մեռավ, ապա ինչպես պիտի կենա թագավորը։ Երբ որ մի թագավորը մեռնում է, մյուս թագավորն է գալիս, դրա համար կեցե թագավորը։ Հիմա ուշադրություն, Ռեզա շահը տապալվեց, գահից գահավիժեց, բայց Իրանում մեկ այլ թագավոր եկավ։ Մինչև Ռեզա շահի տապալումը Իրանում ընդամենը 500 քրիստոնյաներ կային, որ պարսիկներ էին, իսլամից հրաժարված ընդամենը 500 քրիստոնյաներ։ Այսօր Իրանում 2 միլիոն նախկին մահմեդականներ կան, որոնք դարձել են Հիսուսին և մեկ այլ թագավոր են գտել, հանձինս Հիսուս Քրիստոսի։ Ես ձեր տեղը լինեի ասում մի լավ փառաբանություն կբարձրացնեի։ 500 հոգուց 2 միլիոն այսօր։ Ռեզա թագավորի ժամանակ 500 պարսիկ կար, որ Քրիստոսին էր թագավոր ընդունել, այսօր նա չկա, թագավորը մեռավ, կեցե Հիսուս թագավորը։ Նրանք կորցրեցին իրանց ազգի թագավորին, որը ժամանակավոր էր, բայց հիմա մի նոր թագավոր է գալիս Պարսկաստանում, Իրանում եւ աղոթում են, որ նաեւ Հայաստանում նա թագավորի, Հիսուս թագավորը։ Սա պատմություն է երկու թագավորությունների առճակատման, որ կարդացինք 5 կտակարանում։ Եվ մենք տեսնում ենք, որ երկու տարբեր թագավորություններ էին, Աբիսողոմ թագավորը, Դավիթ թագավորը իրար հետ մարտնչում են եւ պայքարում են, եւ մենք հիմա գիտենք, որ հոգեվոր աշխարհում երկու թագավորություն կա, Աստծո թագավորությունը եւ Սատանայի թագավորությունը։ Այս երկուսը ոխերիմ թշնամիներ են իրար հետ, իրար դեմ պատերազմում են եւ մարտնչում են, թե ով կգրավի մարդկային սրտի գահը։ Բայց քուրեր եղբայրներ, ուզում եմ այսօր հանդիսավոր հայտարարեմ, Հիսուս Քրիստոսը թագավոր է, Հիսուս Քրիստոսը մեր թագավորն է, եւ դու կարող ես ասել Հիսուս Քրիստոսը, միասին ասենք Հիսուս Քրիստոսը իմ թագավորն է։ Հայր մեր աղոթքի մեջ ասվում է, թող գա քո թագավորությունը, Հիսուսը Հերովդեսին ասաց, չէ իմ թագավորությունը այս աշխարհից չէ, այսինքն ես թագավոր եմ, բայց այս աշխարհից չի իմ թագավորությունը։ Հետո հայր մեր աղոթքը ավարտվում է այսպես, քոնն է թագավորությունը, քոնն է թագավորությունը։ Եվ հետո Հիսուսն ասաց, երբ որ գնաք ավետարանը քարոզելու, ասացեք, մոտեցել է Աստծո թագավորությունը։ Հրեաներին էլ նա ասաց, որ քանի որ դուք չգնահատեցիք, Աստծո թագավորությունը ձեզանից կվերցվի եւ կտրվի մի ազգի, որ ինչ կանի, պտուղ կբերի այդ թագավորության համար։ Առանց թագավորի չկա թագավորություն, չէ՞։ Այդպես է։
չեն կարող Աստծո թագավորություն ունենալ մեր կյանքի մեջ, եթե Աստված թագավոր չլինի մեր կյանքում։ Քույրեր, եղբայրներ, Հիսուս Քրիստոսը ոչ միայն փրկիչ է, այլև դուք ասեք, թագավոր է, թագավոր է։ Ղուկաս ավետարան 19:27-ում տեսնում ենք, որ ոչ բոլորն են ուզում, որ նա թագավորի։ Մենք տեսնում ենք Հիսուսը պատմեց այդ պատմությունը, որ նա գալիս է, որ թագավորի, բայց շատերը հակառակվում էին նրա թագավորությանը։ Եվ տեսեք վերջին օրերում ինչ է լինելու, նա ասելու է, իսկ իմ այն թշնամիներին, նա ունի թշնամի թե չէ։ Եվ այդ թշնամիները միայն դևերը չեն, միայն սատանան չի, այն մարդը, որ չի ուզում Հիսուսը թագավորի իր սրտի մեջ, նա Աստծո թշնամին է։ Առանց Քրիստոսի մարդը թշնամացած է Աստծո հետ, Աստված էլ թշնամացած է նրա հետ։ Դրա համար Հիսուսը եկավ, որ ինչ անի, երկու թշնամիներին հաշտեցնի, իր խաչով այդ թշնամական պատը քանդի։ Բայց միևնույն է, մարդիկ կան այսօր էլ, որ հակառակվում են նրա թագավորությանը։ Եվ Հիսուսն ասում է, իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ։ Կան այստեղ մարդիկ, ովքեր ուզում են, որ Հիսուսն իրենց վրա թագավորի։ Իսկ ովքեր չէին ուզում, ինչ արեք իրենց, ասում է, այստեղ բերեք ու իմ առջև սպանեք։ Անգլերեն թարգմանության մեջ գրված է իմ առջև մորթեք։ Դա դաժան տեսարան է։ Շատ քարոզիչներ աղավաղել են Հիսուսի պատկերը որպես ծայրաստիճան հումանիստ, որպես, չգիտեմ, ամեն ինչի առաջ աշկ փակող եւ վրեժխնդիր չլնող, բայց նա վրեժխնդիր եղող է իր թշնամիներից։ Եվ ասում է բերեք եւ իմ առջև սպանեք նրանց։ Ահա նրանց բաժինը, ովքեր չեն ուզենա, որ Հիսուսը նրանց վրա թագավորի։ Ինչու չեն ուզում մարդիկ, որ Հիսուսը թագավորի իրենց վրա, որովհետև ամեն մարդ ուզում է ինքը լինել իր կյանքի թագավորը։ Ով ասաց, թե Հայաստանում թագավոր չկա, ասում են վերջի թագավորությունը Բագրատունիների, հետո Կիլիկյան Հայաստանի թագավորությունն էր, սուտ է, Հայաստանում թագավոր կա, 3 միլիոն թագավոր կա Հայաստանում, որոնք ոչ մեկի չեն ուզում հնազանդվեն, ոչ մեկի չեն ուզում ընդունեն, այլ իրանք են ուզում, ամեն մեկն ինքն է ուզում թագավորի, տաքսիստից սկսած մինչև ղեկավարություն, բոլորն ուզում են թագավորեն։ Աբիսողոմը սպանվեց և Իսրայելում ասում է թագավոր չկար։ Կեղծ թագավորը սպանվել էր, իրական թագավորը արտաքսվել էր, ժողովուրդը հեռացրել էր օծյալին, իրական թագավորին։ Ամբոխը իր սրտի համեմատ թագավոր էր ընտրել։ Հրեաներն ասացին, Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք, չկա։ Հիշում եք հրեաները 2 անգամ սխալվեցին իրանց ընտրության մեջ։ Սավողին թագավոր օծեցին եւ տիրոջը մերժեցին, Աբիսողոմին թագավոր դրեցին, Դավիթին մերժեցին։ Քույրեր, եղբայրներ, մարդու ընտրությունը առանց Աստծո միշտ հանգելու է սխալի։ Մենք սխալական ենք մեր ընտրության մեջ։ Եվ ժողովուրդը միշտ գերադասում է, ասում է ժողովրդավարություն, բայց դա ժողովրդավարություն չի, դա ամբոխավարություն է։ Ամբոխը միշտ կընդունի, հիշում եք Հիսուսին մերժեցին եւ Բարաբային որպես թագավոր էին ուզում ընդունել իրանց վրա, ասին թող Բարաբան ազատ արձակվի, Հիսուսը թող խաչվի։ Հրեաները թագավորին մահվան դատապարտեցին, ավազակին ուզեցին, որ իշխի իրենց վրա եւ ազատ արձակվի։ Ես հավատում եմ, որ Աստծո կառավարման ճիշտ ձևը ժողովրդավարությունը չի, միապետությունն է, թագավորությունն է, բայց իր թագավորությունը։ Ամեն, արդար թագավոր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամբողջ իր սրտի համեմատ էր թագավոր ընտրել, որ սպանվեց եւ մնացել էին առանց թագավորի։ Մարդիկ շարժվում էին ըստ աչքի երևույթի, ականջների լսելիքների եւ քիմքի համի։ Հիշում եք Սավուղին ինչու ընտրեցին, որտեղ գրված է Միուս, իսկ Դավիթն ինչ էր։ Պատանի էր, խարտիաշյա պատանի, փոքր էր, ցածր էր, գուցե հասակով էլ ցածր էր իր եղբայրներից, որտեղ վերջինն էր ինքը, փոքր էր։ Բայց ժողովրդի ընտրությունը հանգեց Սավուղի վրա, հետո Աբիսողոմի վրա, գուցե երկար մազեր ուներ, գեղեցիկ արտաքին ուներ ինքը, մենք միշտ տպավորվում ենք արտաքինով, դրսով, ինչ որ մեկի ճոխ խոսույթով,
եւ մերժում ենք իսկական թագավորին, բայց Աստծո ընտրությունը Դավիթն էր։ Աբիսողոմի մասին գրված է, որ ինչ արեց Աբիսողոմը, նա գողացավ Իսրայելի սիրտ, այդպես էլ գրված է, գողացավ, ինչպես գողացավ, մարդկանց ականջին նստելով։ Քույրեր, եղբայրներ, Սատանան երբ որ ուզենա գողանա մեր սիրտը, ինչպես է նա անելու, ականջի եւ աչքերի միջոցով։ Դրա համար զգուշ եղեք ձեր լսելիքներին, զգուշ եղեք ձեր տեսանելիքներին, ինչ եք տեսնում եւ ինչ եք լսում։ Մեր աչքերը եւ մեր ականջները մեր սրտի դարպասներն են։ Մեր բերանն էլ է դարպասը, բայց դուրս տվող դարպասն է, չէ՞։ Ինչ որ բերանից ներս է մտնում չի պղծում սիրտը, բայց ինչ որ դուրս է գալիս դա է պղծում սիրտը։ Բայց ինչ որ ականջով լսում ենք եւ աչքով տեսնում ենք, Հիսուսն ասաց, աչքով ցանկանաս, սրտումդ ինչ արեցիր, արդեն մեղանչեցիր։ Աբիսողոմը գողացավ Իսրայելի սիրտը սուտ խոստումներով, ականջ շոյող խոսքերով եւ շողոքորթությամբ։ Սատանան գող է, ասաց Հիսուսը այդպես թե չէ, Հովանու ավետարան 10-րդ գլուխ 10-րդ խոսք, չէ, թե չեմ սխալվում, Սատանան գող է։ Եվ նա որ գալիս է գողանալու, ինչն է գալիս, երբ որ գողը գալիս է, թող չգա ձեր տուն իհարկե, բայց երբ որ գողը գնում է մեկի տուն, որ ինչ որ բան գողանա, ինչն է գալիս գողանա, ինչ որ հին շոր, աղբը, բացում է աղբամանը, որ աղբը գողանա, ասում եմ մի անգամ մի գող մտա մեկի տուն, տեսա ոչ մի բան չկա, սիրտը ճմլվեց, խիղճ իրան հանդիմանեց, մի բան էլ հանեց գրպանից դրեց, դա դուրս եկավ։ Երբեմն ոմաս կյանքի մեջ Սատանան գնում է տենում է բան չկա գողանալու, որտեղ իրանք արդեն թալանվել են դևերի կողմից, բայց Սատանան գող է եւ գալիս է, որ մեր սրտերը հափշտակի, որ մեր սրտերը զավթի եւ գողանա, մեղքի հրապուրանքներով, ականջ շոյող խոսքերով, աչքին հաճելի բաներով, մի հատ տեսեք աշխարհի մարքեթինգը, գովազդը նորմ է դարձել մեղքը մարդկանց համար, նորմ է արդեն կիսամերկ մարդկանց կանանց տեսնելը պաստառների վրա, ինտերնետում ուրիշ տարբեր տեղեր, մարդկանց աչքը սովորում է արդեն դրան, եւ հետո աչքդ սովորեց, սիրտդ կթալանվի, գողանում է քո միտքը, ուշադրությունը, կենտրոնացումը եւ սիրտը, դա արեց Աբիսողոմը։ Հոգևոր պատերազմը, քույրեր եղբայրներ, ոսկու համար չի, նավթի համար չի, հարստության համար չի, մարդկային սրտերի եւ ուշադրության համար է։ Ուշադրության համար։ Եթե Սատանային հաջողվի գողանալ քո ուշադրությունը, սիրտդ կհափշտակի։ Մի հատ տեսեք ինչքան բաներ կան մեր կյանքում, որ ուզում են մեր ուշադրությունը անդադ գողանալ, ուզում ես Աստվածաշունչ կարդալ, մեկ է ծանք, լավ մի հատ հեռախոսը ստուգ է։ Մտնում ես, ժամերով դուրս չես գալի, գնաց, տանից դուրս եկավ ու այլևս չվերադարձավ։ Ինչ որ ուզում ես աղոթես, ինչքան բաներ կա շեղում են մեր ուշադրությունը։ Հեճեղել է գար ժողովի, մեկ է Սատանան են երկրպագության ամենաթեժ պահին գազը միացած թողեցիր։ Կամ գալիս ես եկեղեցի ճանապարհի կեսին, ջուրը բացած ես թողել։ Դուրը բաց ես թողել, գնում ես, հետո տեսնում ես, քանի անգամ ծաղրել այն Սատանան այդպես ես խոստովան եմ, այն ժամանակ մենք Աբովյան չէինք, դրա համար հիմա մեզ բան չի ասում, որովհետև բան չկա էլ, հեշտ է գնաց ստուգել է, Երևանից գալիս ենք մեկ է ճանապարհի կեսին, գայն ասում է, կավա դուրը բաց թողեցինք, չէ ես փակել եմ, հետո անցնում ենք մի 5 կիլոմետր, բայց ոնց որ չեմ փակել, դե լավ հետ գնանք մի հատ ստուգենք, բայց ամենասարսափելին անեն, որ ժողովի կեսից կարող է էս եմ արել կա, հետո պարզումա չես արել դա, նա ուզում է գողանա քո կենտրոնացումը, գիրք ես կարդում, չես կարողանում կենտրոնանաս, եղել այդպես թե չէ, ամբողջ գլուխը կարդում ես, տոս մսայ մար բան չհասկացա, հավատացնում եմ ձեզ, վարդանանքը կարդակ, կհասկանաք, որովհետև նա չի խանգարի ձեզ, բայց Աստվածաշունչը կարդում ես, գալիս են մտքերը, նա ուզում է հափշտակի քեզ, Հիսուսն ասում է, որ ագրավները գալիս են ու սերմը կցահարում են, գողանում են քեզանից, որ հանկարծ ծիլ չտա, ինչքան գեղեցիկ Հովիկ եղբայրս վկայեց, նևրոզից բժշկվելու ամենալավ ձևը սա է, Աստծո խոսքը կարդալը, այն մնացածը անկեղծ եմ ասում, իմ փորձառությունից էլ, որ ծառայության մեջ տեսել եմ, ստից բաներ են, դեղա, հոգեբանա, հոգեբուժա, ժամանակավոր թմրամիջոցներ են, անցնում է էֆեկտը, նորից սրվում է նևրոզը,
Աստծո խոսքի մեջ բժշկություն կա։ Բայց ոչ թե այնպես, որ գիրքը դնես գլխի տակ ու քնես, այդպես չես բժշկվի։ Եթե գիրքը դնես աչքերիդ առաջ ու կենտրոնանաս, սիրտդ հափշտակվի Աստծո խոսքով, շատերը երեք ինձ մի տեղ էի, որ հարցում են, ասում են, Վազգեն եղբայր, հիմա հափշտակությունը երբ է լինելու, նեռից առաջ, նեռի ժամանակ, նեռից հետո, ասում եմ, ինձ դա չի էլ հետաքրքրում։ Ինձ չի հետաքրքրում, ես երբ կհափշտակվեմ, ինձ սա է հետաքրքրում, արդյոք հիմա սիրտս հափշտակված է Հիսուսով, թե չէ։ Հետո ասում են, բա ովքեր կհափշտակվեն։ Ես մի պատասխան ունեմ, նրանք, ովքեր արդեն հափշտակված են Հիսուսով։ Գրված է Պետրոսի միտքը ինչ եղավ, մտքի հափշտակություն եղավ, երբ որ աղոթքի մեջ էր։ Այո, Աստված ուզում է նախքան մեր մարմինը հափշտակելը, մեր սիրտը հափշտակի, մեր միտքը հափշտակի, որ տիրանա մեզ։ Սատանան էլ է ուզում դա անի մեզ համար եւ մեզ գողանա։ Եվ հոգևոր պատերազմը մեր սրտի համար է։ Երկու թագավորներ, տիեզերական թագավորներ այսօր պատերազմում են, մահվան եւ արյան պատերազմ է մղվում մեր սրտի համար։ Մեր եկեղեցու հնաբնակները կհիշեն, ես իրանց մի անգամ տարա թատրոն։ Եկեղեցու հովիվը տարավ թատրոն։ Ինչ թատրոն էր դա։ Շատ խորը հոգևոր թատրոն էր։ Պերճ Զեյթունցյանի Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը երբեք չեմ մոռանա։ Այդ դրվագը, որ Սուրբ գրային չի, բայց հավատում եմ, որ Պերճ Զեյթունցյանը, որ շատ խոր հավատացյալ է եղել, մեծ դրամատուրգ հայ եւ ննջեց վերջերս, նա Սուրբ Հոգուց ներշնչված այս տողերը գրել։ Այն պահին, երբ որ Հիսուսը եւ Սատանան հանդիպում են անապատում եւ Հիսուսը Սատանային հաղթում է անապատում, Սատանան մի թունոտ հայացք է նետում եւ հետեւյալն է ասում. Հիսուս Նազովրեցի, դու ինձ հիմա հաղթեցիր այստեղ, բայց մենք դու չմտածես մենք այլևս չենք հանդիպելու, մենք հանդիպելու ենք, բայց այսուհետև ոչ թե անապատներում, մենք սրանից հետո կհանդիպենք մարդկանց սրտերի մեջ։ Այդ կարակ ասեք, վաու, այս ինչ միտքեր չէ, մարդկանց սրտերի մեջ, ուրեմն իմ սիրտը այն վայրն է, որտեղ Սատանան ու Աստված հանդիպում են իրար եւ պատերազմ է գնում իմ սրտի մեջ, զգացել եք այդ պատերազմը երբևէ, մեր մտքի մեջ ինչ պատերազմ է գնում, երբ որ նա մի կողմ է մեզ քաշում Սատանան իր մեղքերով, հրապուրելով, ապստամբությունով, բայց մյուս կողմից Աստված իր բարությունով մեզ քաշում է դեպի իր կողմը, սիրո կապերով, մեր սիրտը ոչ միայն հանդիպման վայրը, այլև պատերազմի վայրը, երկու թագավորությունների եւ ծաղկազարդը ոչ թե ծաղիկների մասին է, ճյուղերի մասին է, այլ Հիսուս թագավորի մասին է, որ նա թագավորի մեր սրտերի մեջ։ Երկու թագավոր պատերազմում են։ Եվ այսօր ուզում եմ այս հարցը տալ. ով է քո սրտի թագավորը։ Ով է հափշտակել քո սիրտն ու միտքը։ Իսրայելցիները վտարել էին իրական թագավորին եւ այսօր շատ հավատացյալներ վանել են, վտարել են այդ թագավորին։ Նայեք Հիսուսն ինչպես մտավ Երուսաղեմ, նայնեն ասած էշի վրա, չէ, ավանակի վրա նստած, խորհուրդ կար սրա մեջ թե չէ։ Արտակ եղբայրն էլ կարդաց, ինչու ավանակը նա ընտրեց, ինչու ձիով չմտավ Երուսաղեմ։ Երուսաղեմ շատ ձիավորներ էին մտել։ Ձիավորը մտնում էր, դա զավթման խորհրդանիշ էր, նա զավթեց, ով որ զավթում էր, զավթողը ձիով էր նստում, ով որ թագավորն էր, Դավիթն էլ ավանակի վրա նստեց եւ հայտարարվեց, չէ, եւ մյուս Իսրայելի թագավորները, ով որ խաղությամբ էր գալիս, ավանակի վրա էր նստում, որովհետեւ ավանակը հեզության խորհրդանիշն էր, խաղաղության խորհրդանիշն էր։ Ոչ ոք ավանակով չի գնում պատերազմի, բայց ավանակով գալիս են խաղաղություն տարածելու համար։ Հիսուսը չի գալիս զորով քեզ զավթելու, նա չի ներխուժում քո կյանքի մեջ ինչպես Սատանան։ Եվ այդպիսին էր նաև Դավիթը, նա բռնապետ չէր, դրա համար հրեաները նրան մերժեցին եւ նա փախավ, նրանք վտարեցին։ Այսօր ինչքան մարդիկ կան, որոնք Հիսուսին, Հիսուս թագավորին վտարել են իրանց կյանքից, հեռացրել են իրանցից եւ մերժել են նրա թագավորությունը։ Երկրորդ Թագավորաց 19:9-ում տեսնում ենք հրեաներն ասացին, նոր հիշեցին Դավիթին, թագավորը
մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից։ Մինչև այդ բա ինչու մերժեցիք իրեն։ Դավիթը նրանց պետք էր որպես ոչ թե թագավոր, այլ որպես փրկիչ, բայց ոչ որպես թագավոր։ Եվ այսօր հենց այդպես են վերաբերվում շատերը Հիսուսին, որպես փրկիչ, բայց ոչ թագավոր։ Արի ինձ փրկի, բայց թող որ ես ինքս լինեմ իմ կյանքի թագավորը։ Արի ինձ փրկիր, եղիր իմ փրկիչը, բայց իմ Տերը մի եղիր, թող ես իմ կյանքի եւ իմ գլխի Տերը լինեմ, թող ես որոշեմ։ Հայր մեր աղոթքի մեջ ասում է, թող գա քո թագավորությունը, հետո ասում է, հուշեք ինձ, ինչպես է գալիս նրա թագավորությունը, նրա կամքով է գալիս։ Երբ որ ես կատարում եմ, նրա կամքը գալիս է նրա թագավորությունը, որովհետև թագավորը կամք ունի, որը պետք է կատարվի, հրաման ունի, որ պետք է անվերապահ իրագործվի։ Թագավորը մեզ փրկեց, հիշեցին հանկարծ։ Մնացել էին առանց թագավոր, բայց սա թշնամիները կգան նորից մեզ կգրավեն, արագ գնանք այդ փրկիչին վերադարձնենք։ Եվ Հռոմեացիների 10-րդ գլխի 9-րդ խոսքում տեսնում եք ասում է, եթե բերանովդ Հիսուսին, հուշեք ինձ, Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, ինչ կկատարվի քեզ հետ, կփրկվես։ Ինչպես, եթե նրան Տեր դավանես։ Հիսուսը նախ Տեր է, հետո փրկիչը։ Նա կարող է քեզ փրկել պատահարներից։ Անհավատներին էլ փրկել է, թե չէ, փրկում է, փրկում է։ Ինչքան անհավատներ կան, աշխարհիկներ կան, մեղավորներ կան, անառակներ կան, տեսեք ինչեր են վկայում։ Ով ասես ես Աստծուն չեմ հավատում, Աստծո գործն էլ տեսել եմ, գիտես ինձ ինչքան բաներից է փրկել։ Ասում են։ Բայց դա չի նշանակում Հիսուսն իրենց թագավորն է։ Հիսուսն իրենց պետք է որպես փրկիչ, որ նեղության մեջ լինեն, հիշեն իրան։ Ասում են անգամ գողը, մի գող ուզում էր գնար գողության, հետո գնաց եկեղեցու մի հատ մոմ վառեց, որ Աստված իրեն հաջողություն տա իր գողության գործում, որ փրկվի ոստիկանների ձեռքից։ Բայց սա ծաղր է Աստծո հասցեին։ Նա քեզ կփրկի, այո, կփրկի պատահարներից, կփրկի հիվանդություններից, փորձանքներից, բայց երաշխիք չկա, որ կփրկի քեզ հավիտենական դատաստանից, որպեսզի փրկի քեզ դժոխքից, պետքա որ նա քո Տերը լինի, որովհետև նա փրկում է նրանց, որոնց Տեր է, որպեսզի փրկվես Աստծո բարկությունից, հավիտենական պատժից, պետք է Հիսուսին ընդունես ոչ միայն որպես փրկիչ, այլ որպես Տեր եւ որպես թագավոր։ Գործ Առաքելոց 5:31-ում առաքյալն ասաց. Աստված իր աչով նրան որպես առաջնորդ եւ փրկիչ բարձրացրեց, որպես Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերի թողություն տա։ Տեսեք այս երկու բառը եւ երկու արդյունքը։ Հիսուսը ոչ միայն փրկիչ, այլև առաջնորդ եւ փրկիչ։ Երբ որ նա առաջնորդը եւ փրկիչ է, երկու արդյունք կլինի՝ ապաշխարություն եւ մեղքերի թողություն։ Կարող ենք այսօր ասել Հիսուս, դարձիր իմ առաջնորդը եւ փրկիչը։ Առաջ առաջնորդը, հետո փրկիչ։ Աշխարհի մեջ հակառակն է, նախ ինձ փրկիր, հետո կմտածեմ, կառաջնորդես ինձ թե չէ, չէ, առաջնորդ եւ հետո փրկիչ, Տեր եւ հետո փրկիչ։ Հրեաները ընդունել էին Դավիթին որպես փրկիչ, բայց մերժեցին որպես թագավոր։ Դրա համար Հիսուսն ասաց. «Վեր կառնվի թագավորությունը ձեզանից եւ կտրվի մի ազգի, որ շատ պտուղ կբերի»։ Չգիտեմ այս անձնավորությունը ձեզ ծանոթ է թե չէ, բայց իմ սերունդին լավ ծանոթ է, որովհետև մենք դասարան դպրոցում շատ էինք ասում Գարիբալդի, Ջուզեպե Գարիբալդի, լսել եք իր մասին։ Իտալիայի փրկիչը, Իտալիայի ազատարարը, հեղափոխականը, նա ինչ արեց, իտալացիներին միավորեց, նրանք ցրված դքսություններ են Իտալիան, ամեն մեկը իր իշխանն էր, եւ հետո մի հատ թագավոր եկավ, բռնապետությամբ մորթում էր, սպանում էր, ջարդում էր բոլորին եւ ահա Գարիբալդին եկավ, հեղափոխություն արեց, Իտալիայի հանրապետությունը կազմեց, Իտալիան այսօրվա տեսքով նրան է պարտական, նրան հայտարարեցին մինչեւ այսօր ազգի հայր եւ հերոս Իտալիայի, բայց գիտեք ինչ եղավ նրա ճակատագիրը։ Այն իտալացիներին, որ ազատեց ինքը բռնապետությունից, նույն ազատված իտալացիները նրան արտաքսեցին, աքսորեցին, բանտարկեցին, կապերը կղզի։
Պատկերացնում եք, ում նա ազատեց, այդ ազատվածները նրան բանտարկեցին։ Այսպես տեղի ունեցավ նաև Իսրայելի հետ, այսպես տեղի ունենում շատերի կյանքում, նրանք աքսորում են թագավորին, հեռացնում են իրենց կյանքից, բայց Ծաղկազարդ հենց այս մասին է, օրհնյալ է այն թագավորը, որ գալիս է թագավորելու համար։ Եթե նա մեր փրկիչն է, ապա ընդունում ենք նրա փրկությունը, ազատարար գործը, պարգևներն ու շնորհները, բայց եթե նա մեր թագավորն է, այն ամենը ինչ մեզ շնորհել է, ինչ ենք անում, բերում ենք եւ Արտակ եղբայրն ասաց, գցում ենք նրա ոտքերի տակ։ Ուրեմն առաջին վեճ կար, թագավոր չկար, կռիվ կար։ Երկրորդ, որ ցույց է տալ թագավորը տեղում չէր, քաոս կար եւ անիշխանություն կար։ Քաոս եւ անիշխանություն։ Դատավորաց 21:25-ն ասում է, այն ժամանակ Իսրայելում թագավոր չկար։ Որ թագավոր չկար, ինչ էին անում, ամեն մեկը իր սրտի ուզածն էր անում, իր աչքին հաճելի երևացածն էր անում, թագավոր չկար, ինչ ուզում անում էին։ Այսպիսին է առանց Հիսուս թագավորի մարդու կյանքը, իր սրտով, բայց մարդու սիրտը ինչ է, չար է եւ խաբեբա։ Երրորդ բանը, որ մենք տեսնում ենք, ինչ տեղի ունեցավ, անցյալի վերարժևորում։ Մինչև չի գնում առաջինը, չէ, ինչ են ասում դա, չի հիշվում հետինը, այդ դրանից։ Անցյալի վերարժևորում։ Մինչև չկորցրեցին իրանց իսկական թագավորին, չգնահատեցին նրան։ Ասում է, նա մեզ փրկեց, մինչև չես կորցնում, չես գնահատում։ Նրանք հասկացան, որ Աբիսողոմը ինչ էր արել իրանց, խաբել էր, որ նա չէր կարող նրանց տալ այն, ինչ Դավիթն էր տալիս, եւ սկսեցին գնահատել Դավիթին։ Ինչպիսին է առաջին սերը կորցրած հավատացյալը։ Նա անցյալով է ապրում, չէ, ախ, երանի են օրերին, ինչ լավ էր այն ժամանակ։ Նա առանց թագավոր է ապրում, կորցրել է իր առաջի սերը։ Իսկ եթե անցյալ գնայինք այդ ժամանակները, ինքը ժամանակներն չէր գնահատում։ Դա համար իր ձեռքից առնվեց դա։ Եվ վերջում, ինչպես է վերադառնում թագավորը, ինչ պայմանով կարող է վերադառնալ թագավորը։ Առաջին բան հետևյալն է։ Նախ անբաժան պետք է լինի թագավորությունը կամ միաբանություն։ Դավիթը միավորեց։ Նա ասում է, դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք։ Իսրայելը եկել է նրան թագավոր տանելու, բայց Հուդան դեռ չէր եկել, բաժանվել էր թագավորությունը։ Իր տունը Հուդայի տնից էր ինքը, չէ, Հուդայի ցեղից էր ինքը, իր ցեղը վերջում էր մնացել, Իսրայել թագավորություն, Իսրայելի մյուս ցեղերն էին եկել, բաժան էին եղել։ Բայց առաջի պայմանը դա է, երբ որ նա գալիս է, նա մեզ միաբանում է։ Նախանձը եւ մրցակցությունը հрьяաների երկիրը բաժանել էին։ Ինչպես այսօր մեր երկիրն է բաժանված տարբեր շերտերի, տարբեր խմբավորումների, որտեղ առանց թագավոր ենք մնացել։ Իսրայելն արդեն Դավիթին ետ էր պահանջում, բայց Հուդան վերջում մնաց։ Մեր ներսում քույրեր եղբայրներ չպետք է երկու թագավորություն լինի, մեկ թագավորություն։ Մենք չենք կարող երկուսը համատեղել իրար հետ։ Մի անգամ մի հատ Արմավիրից հոկտեմբերյանից մի հատ հավատացյալ էր, որ նոր էր ապաշխարել, պատմասում որ եկա մի օր Աստծու մոտ, ասի աղոթքով, ասի Տեր Աստված, ինչ կլինի, աղաչում եմ քեզ։ Այդ սատանայի հետ հաշտվեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր համար։ Ինչ ենք ընկել ձեր արանքը։ Բայց հետո ասում է հասկացես ինչ հիմար աղոթք եմ անում։ Նրանք չեն կարող հաշտվել, բայց ես պիտի հաշտվեմ Աստծու հետ եւ որոշեմ ում կողմից եմ ես լինելու։ Երկու թագավորություն չի կարող մի տարածքում գոյատևել։ Երկու հակադիր թագավորություն։ Եվ Դավիթը այդպես ասաց, չի կարող Իսրայելում երկու պետություն, երկու թագավորություն լինել, մեկ թագավորություն պետք է լինի։ Երկրորդ պայմանը թագավորի վերադարձի անվերապահ խնդրանք։ Ասում է, ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, եւ նրանք падգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե վերադարձիր։ Կարող ենք այսօր մենք էլ
որպես պատգամավոր գնանք թագավորի մոտ եւ ասենք վերադարձիր մեր ազգի մեջ, վերադարձիր իմ տան մեջ, վերադարձիր իմ ցեղ, իմ գերդաստան, վերադարձիր իմ ընտանիք, ով թագավոր, վերադարձիր եւ դու եւ քո բոլոր ծառաները։ Հիսուս վերադարձիր։ Թագավորը վերադարձավ եւ մինչեւ Հորդանան Եհուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա թագավորին դիմավորելու եւ Հորդանանով թագավորին անցկացնելու։ Դու պիտի դիմավորես թագավորին, դու պիտի անցկացնես թագավորին, դու պիտի բացես դռները եւ դիմավորես նրան քո կյանքի մեջ։ Անվերապահ խնդրանք գնացին եւ խնդրեցին վերադարձիր։ Դու եւ ոչ միայն դու, այլև քո բոլոր ծառաները։ Հիսուսն ասաց. Ձեզ ընդունողը ինձ է ընդունում եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում, հորն է ընդունում։ Դրա համար Աստծո ծառաները Աստծո թագավորության տարածողներն են։ Եթե դու Աստծո ծառա ես ընդունում քո տան մեջ, Աստծո թագավորությունն է գալիս քո տան մեջ, Աստծո կարգն է գալիս քո տան մեջ։ Եվ երրորդ, անմնացորդ հնազանդություն։ Շատերն էին ըմբոստացել Դավիթի դեմ, աննազանդ եղել, պատերազմել, բայց ասում է Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետինը խոնարհվեց։ Սեմեին մեկն էր, որ ապստամբել էր Դավիթի դեմ, Աբիսողոմի կողմն էր անցել եւ ասաց թագավորին. թող իմ Տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառատ անօրինություն գործեց այն օրը, երբ իմ Տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում, որովհետև ես քո ծառան գիտեմ, որ մեղք եմ գործել։ Եվ ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ Տեր թագավորին։ Եթե ուզում ես, որ նա գա, Սեմեի պես ինչ պիտի անես, երեսնիվայր ընկիր նրա առաջ։ Այո, մենք մի ժամանակ ամբոստ եւ ապստամբ էինք Քրիստոսին հակառակորդ, բայց այսօր կարող ենք հաշտվել նրա հետ եւ խոնարհվել եւ խոստովանել. Տեր, այո, մի ժամանակ հանցանք որ էի քո առաջ, բայց մի հիշիր։ Հիմա տես, որ փռվել եմ քո առաջ եւ քեզ Տեր ու թագավոր եմ ընդունում։ Եվ վերջում տեսնում ենք Երկրորդ Թագավորաց 3:17-ում մի հայտարարություն ենք տեսնում այնտեղ։ Աբեները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. սկզբից եւ այդ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինել ձեզ վրա, ով է ուզում, որ Հիսուսը թագավոր լինի իր վրա։ Եվ ոչ միայն մեր վրա, այլև մեր մեջ թագավոր լինի։ Հիմա տեսեք Աբեների խոսքը, գեղեցիկ հայտարարություն։ Դե հիմա արեք, այդպես է գրված, դե հիմա արեք։ Եթե ուզում եք, որ Հիսուսը թագավոր լինի, վաղը մի արեք, հիմա արեք։ Այսինքն էլ ինչ եք սպասում, էլ ինչ եք հետաձգում, հիմա արեք, էլ ում եք սպասում, թագավորը եկել է, թագավորը այստեղ է։ Ես հավատում եմ, մեր թագավորը վերադառնում է։ Հենց Ծաղկազարդը դրա մասին է, վերադարձող թագավոր։ Հայտնություն 1:7-ն ասում է, ահա նա գալիս է ամպերով։ Եվ նրան պիտի տեսնեմ բոլոր աչքերը։ Ուշադրություն, եթե նա Երուսաղեմ մտավ առաջին անգամ ավանակի վրա նստած, ապա Հայտնություն գիրքն ասում է, որ նա վերջում պետք է գա սպիտակ ձյու վրա նստած, որպես նվաճող, որպես հաղթող թագավոր։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսի գալստյան օրը գուցեև երկինքը անպամաս լինի, չէ՞։ Գուցեև երկինքը անպոտ լինի եւ նա ամպերով պիտի վերադառնա։ Կտեսնեն նրան բոլորը, ովքեր խոցեցին նրան, եւ նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Եվ վերջում ասում է այո եւ ամեն։ Ես չեմ ուզում ողբացողների մեջ լինեմ։ Ես ուզում եմ ցնծացողների մեջ լինեմ։ Ինչու ազգերը պիտի ողբան նրա վրա։ Ինչ եք կարծում։ Որտեւ մերժեցին նրա թագավորությունը։ Ինչու մենք պիտի ցնծանք, որտեւ հասցրեցինք ընդունել նրան որպես թագավոր եւ ասել թող գա քո թագավորությունը։ Ինչու է հայր մեր աղոթքը ամենակարևոր աղոթքը, որտեւ այնտեղ ասում է թող գա քո թագավորությունը եւ վերջում ասում է քոնն է թագավորությունը։ Վերջի այդ աղոթքը պիտի կատարվի, գալու է նրա թագավորությունը։ Թագավորը կգա, բայց երբ որ նա գա,
մենք ողբացողների մեջ չլինենք։ Այս թագուհու դեմքը կարող է ձեզ ծանոթ չլինի, բայց անունը ծանոթ է։ Վիկտորիա Թագուհի, լսել եք նրա մասին։ Ով է Վիկտորիա Թագուհին։ Անգլիական կայսրության թագուհին է, նա կայսրուհի էր։ Բայց մի օր իր օգնականին ասաց, որքան կուզենամ, որ Հիսուսը իմ կենթանության օրոք վերադառնա։ Եվ նրա ծառաները հարցրեցին, ասացին, բայց ինչու ձեր այդ մեծություն, ինչու են ձեր կենթանության օրոք։ Ասաց, որպեսզի իմ թագը հանեմ եւ դնեմ նրա ոտքերի տակ։ Հիսուսը չվերադարձավ Վիկտորիայի թագավորության ժամանակ, բայց քույրեր եղբայրներ, մի սպասիր, որ նա վերադառնա, նոր դա անենք։ Հիմա թագը գլխիցդ հանիր եւ գցիր Հիսուսի ոտքերի տակ։ Անգլիական ջենտլմենները առաջ, որ իրար հանդիպում էին, չէ, ջենտլմենը ասում է գլխին պետքա գլխարկ ունենար։ Եվ երբ որ իրար հանդիպում էին փողոցում բարևելու ձև էր, դա ինչ էր, գլխարկը հանում էին։ Եկեք այսօր մեր գլխարկը եւ մեր թագը հանենք եւ դնենք Հիսուսի ոտքերի տակ։ Ավարտենք։ Հայտնություն 17:13-ն ասում է. Վերջին օրերում ների ժամանակ ինչ է լինելու։ Սրանք միակարծիք են, իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին, տեսեք ինչ է լինելու վերջին օրը, թագավորները աշխարհի իրենց իշխանությունն ու զորությունը գազանին են տալ։ Ով է գազանը? Նեռը, սատանայի ներկայացուցիչը։ Ես մեծ հավակնություն ունեմ եւ ենթադրություն, որ մենք դա կտեսնենք մեր աչքերով մեր օրոք, որովհետեւ աշխարհը գնում է դրան։ Մի աշխարհակալ է գալու, որի առաջ խոնարհվելու են բոլոր քաղաքական գործիչները եւ դա նեռն է լինելու։ Սրանք պատերազմելու են գառան հետ, բայց նայեք շարունակությունը, սա նորություն է, ժողովուրդ, սա մեր լուրերն է հավատացյալների։ Եվ գառը ինչ է անելու, հաղթելու է նրանց, որովհետև ինչու է հաղթելու, տերերի տերն է, լավ չասեցինք, որովհետև ուրեմն մի բան ենք բացահայտում, Հիսուսը ոչ միայն թագավոր է, այլև թագավորների թագավոր։ Եվ ովքեր նրա հետ են, ովքեր են նրա հետ, կան այստեղ մարդիկ, ովքեր նրա հետ են։ Մարկությունը երկու մասի է բաժանվելու, երկու կուսակցության, երկու խմբավորման, մի մասը ների հետ են լինելու, մյուս մասը գառան հետ են լինելու։ Ովքեր նրա հետ են, տեսեք ձեր հիմա ստատուսը, կանչվածներ են, ընտրյալներ են, հավատարիմներ են։ Ովքեր են Հիսուսի հետ, ովքեր կանչված են, ովքեր ընտրված են, ովքեր հավատարիմ են։ Եվ վերջին տեղը, ասում է Հայտնություն 19:11, եւ տեսա երկինքը բացված, եւ ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր հավատարիմ ու ճշմարիտ։ Նա այլևս ավանակի վրա չէր, սպիտակ ձիու վրա նստած։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես են, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Ովքեր էին այդ պսակները տվել նրան։ Ուզում եմ այդ պսակներից մեկը տվողը նաև դու լինես ու ես լինենք։ Հիսուսին տանք մեր պսակները, ամեն։ Պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ։ Նրա անունն էր Բանն Աստծո։ Սկզբումն էր բանը, բանն Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, այսինքն խոսք Աստծո։ Եվ երկնային զորությունները սպիտակ եւ մաքուր բեհես հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի։ Ուշադրություն դարձրեք, նա ազգերի հետ կռիվ ունի։ Նա ազգերի հետ պատերազմ ունի, Հիսուսը։ Այն ազգերը, որոնք մերժում են նրան, գրված է թագավորը պիտի կանչի եւ ձախ կողմը կանգնեցնի այծերին, հիշում եք։ Եվ այն այծերը, ովքեր գառ էին, գառ ազգ էին, աջ կողմը պիտի կանգնեցնի։ Քույրեր եղբայրներ, թախանձակին աղոթենք, որ երբ որ Հիսուսը գա, մեր ազգի դեմ պատերազմ չունենա, այլ մենք նրան ընդունենք որպես մեր թագավոր, ոչ թե կրոն, այլ որպես թագավոր։
Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի եւ նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում ամենակալ Աստծո ահեղ բարգության գինու հնձանը։ Նրա զգեստի եւ ազդրերի վրա գրված էր անունը. Թագավորների թագավոր ու տերերի տեր։ Վերջում այս հարցը. Արդյոք հենց նա է քո թագավորը։ Արագ հաշտվիր այդ թագավորի հետ, ես խորհուրդ ոչ մեկի չեմ տա այդ թագավորի հետ պրոբլեմ ունենալ, որտեղ ոչ ոք չի կարող նրան հաղթել, ոչ ոք չի կարող նրան տապալել։ Հրեաները նրան այդ օրը Երուսաղեմում ճյուղերով դիմավորեցին, մի հատ շոու էր, մեծ շոու էր, հրեական շոու էր։ Հրեաները սիրում են տոներ տոնել, գեղեցիկ ձևով, աղմուկով, բայց մի քանի օր հետո գոռացին խաչել նրան, որտեւ այդ թագավորը ձեռ չտվեց, ձեռնտու չէր։ Ինչու՞, որտեւ նրանք իրենց պատկերացումներն ունեին։ Նրանք սպասում էին քաղաքական գործի։ Նրանք սպասում էին, որ նա գա եւ բարեկեցություն ապահովի, նյութական բարեկեցություն։ Նրանք սպասում էին, որ գա եւ Իսրայելի թագավորությունը վերականգնի, բայց տեսան նա Իսրայելի թագավորությունով հետաքրքրված չէր։ Նա քաղաքականությունով հետաքրքրված չէր։ Նա ուրիշ թագավորություն էր բերել։ Քուրեր եղբայրներ, Աստծո թագավորությունը մեր պետությունից էլ բարձր է։ Մեր ազգային քաղաքական շահերից էլ բարձր է։ Մենք շատ անգամ փորձեցինք ազգայնացնենք ամեն բան։ Հիշում եմ մի քահանա մի ցնդաբանություն ասաց այն օրվանից, երբ Հիսուսը իջավ Էջմիածին, մենք իրան հայացրեցինք, հայ դարձրեցինք։ Բայց սա ազգայինն է, սա կործանարար է, ազգային կրոն։ Ես չեմ ուզում քրիստոնեությունը մեր ազգային կրոնը լինի, ես ուզում եմ Քրիստոսը մեր ազգի թագավորը լինի։ Կա տարբերություն, կրոնը թանգարանային նմուշ է, կրոնը պատմություն է, կրոնը հինավուրց մի բան է, մաշված, անցյալ է, բայց թագավորությունը ներկա է, թող գա քո թագավորությունը։